Ինչպես նախ մտնելուց քննչական կոմիտեի նախագահն ուզեցվեց, պարզաբանեց օրենսգործով անմիջական ես գործում է իր անմիջական վերահսկողականները, եւ վստահեցին, որ տանելու է օբյեկտիվ եւ արդարություն, ինչի վրա է կասկածում պայմանավորված հենց նախ եւ առաջ քննչական կոմիտեի նախագահի պատասխանով առայն, որ մարդը կարծիք ունի, որ ընդամենը մեկ հանդիսությունքի հիման վրա անձանց նկատմամբ ձերբակալման գործողություն չի իրականացում եւ ձերբակալմանը պարտադիր պետք է նախորդի մեկ փորձակնություն, երկրորդ առերես ենթադրյալ կասկածողին է հարցակնություն, այնուհետև առերես հարցակնություն, սա չեմ ցանկացել իշխանական սահմանները խախտելով իրավաբանական մեջնաբեր, բայց կարծում եմ բոլոր իրավաբանները եւ փաստաբաններն էլ իրենց համաձայնվել, որ ականատես անձի մատնանշումը տվյալ անձի որպես քրեական գործով արգելված արտադրողը արդեն իր ձերբակալման չի։ Իսկ քննչական կոմիտեի նախագահի կարծիքն առայն, որ ամենը մեկ հանդիսությունքի վրա անձի նկատմամբ ձերբակալում չի իրականացում, դա Տիգրան Ղուլուբաբյանն է կարծում։ Այո, դա կարծում եմ ճիշտ չէ եւ քրեական դատավարության օրենքում դա ամրագրված է որպես մեկ ապացույցի մեկ արգելք վերաբերում է դատապարտման, այսինքն քրեական դատավարության օրենսգրքում օրենսդիրը նշում է, որ մեկ հանդիսությունքի հիման վրա կամ մեկ ապացույցով անձին դատապարտել չի կարելի։ Այդ ձերբակալել կարելի է, ասեմ ավելին, օրենսդիրը հստակ նշել է, որ ականատեսի ցուցումը տվյալ անձին որպես քրեական օրենսգրքով արգելված արտադրողի արդեն իր ձերբակալման հիմք է։ Հետևաբար ես կարծում եմ եւ շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ այս պահի դրությամբ առկա են ոստիկանների ձերբակալելու հիմքեր եւ քննչական կոմիտեն անհիմն ու ապօրինի հրաժարվում ոստիկանների ձերբակալուց նամանավանդ այսօրվանից հետո, երբ որ Տիգրան Ղուլուբաբյանը հստակ նշել է երկու հոգու տվյալներ, խոսքը վերաբերում է Գոր Հարությունյանի, եթե չեմ սխալվում, եւ Լոռու մարզային վարչության։ Այո, եւ Լոռու մարզային վարչության պետին։ Այս պահից սկսած վստահեցնում եմ, որ առկա են նրանց ձերբակալելու հիմքեր։ Մնացած մասով քննչական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ տանվելու է օբյեկտիվ եւ արդար քննություն, բավականին լուրջ հանձնարարականներ տվեց վարույթի իրականացնող կմիչին։ Ինչ հանձնարարականներ մասնավորապես։ Գույք տվեք այդ մասով չարտահայտել, բայց այդ մասով վստահ եղեք, որ ես հանդիպումից կոմիտեի նախագահի այդ հանդիպումից գոհ եմ մնացել։ Այսինքն այն հանձնարարականները, որոնք ըստ էության տրվել են, այդ առումով գոհ եմ մնացել։ Առանձնազրույց է ունեցել նաեւ Տիգրանի հետ, նրան այսպես ասած վստահեցել, որ ամեն ինչ լինելու է օբյեկտիվության եւ արդարության սահմաններում, այնուամենայնիվ ես կարծիքը արտահայտեցի։ Ավելի հետաքրքիր տվյալը օբյեկտիվություն նշանակում է, որ 6 ոստիկանները պետք է պատժվեն։ Վստահեցնում եմ, որ հիմքեր առաջանալու դեպքում նրանց ձերբակալումը չի հապաղելու։ Այնուամենայնիվ ես մնում եմ այն կարծիքին, որ հենց այս պահի դրությամբ առկա է ոստիկաններին առնվազն 2 ոստիկանի ձերբակալելու հիմքեր։ Եթե 4 ոստիկանի տվյալները կարող ենք ասել, հադե պարզված չէ, պետք է ճանաչման ներկայացնել եւ այլն, կոնկրետ Գոր Հարությունյան, եթե չեմ սխալվում, եւ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, որը ըստ էության կազմակերպել է այս ամեն ինչը եւ Տիգրանին մշակելու հանձնարարական է տվել, այնուհետեւ էլ Տիգրանից ամբողջ հարազատների անունով երթում պահանջել, որ այս դեպքի մասին չի լուսաբանելու մեկ, այսինքն խոշտանգման գործողությունը այստեղ այսպես թե այնպես կա։ Եվ Գոր Հարությունյանը, որ Տիգրան Ղուլուբաբյանի նշելով իրեն հարվածել է, այդ նշումը մարդը ցույց է տալիս 1, 2, այսինքն իրար հետևից հարվածել է։ Ցույց է տալիս եւ նշում է հստակ իդենտիֆիկացնող տվյալներն նշում է կոչում պաշտոնասու։ Իրան ձերբակալելու հիմքերը առաջացել են, բայց մենք ունենք նոր տվյալ, ես զրկված չեմ այս տվյալը հրապարակելու հնարավորությունից եւ այդ տվյալը վերաբերում է փորձագիտական եզրակացության։ Ուրեմն ես հրապարակում եմ Լոռու մարզային դատական բժշկության բաժնի փորձագետ ինչ-որ Քոսյանի դատաբժշկական եզրակացությունը, ուշադրություն այստեղ դարձրեք, որ փորձագետը հանդիսանում է հենց Լոռու մարզային դատական բժշկության բաժնի փորձագետ, այսինքն Լոռի բաժնի փորձագետը տվել է փորձագիտական եզրակացություն առայն, որ Տիգրան Ղուլուբաբյանի դատաբժշկական փորձակնության մարմնական որևէ վնասվածք չի հայտնաբերել։ Այնինչ նույն փորձագետը հերքում է, այնինչ նախ տեղեկացնեմ, որ այս քրեական վարույթը նախաձեռնել է հիվանդանոցից տրված
համապատասխան գրության հիման վրա, այո, հիվանդանոցը արձանագրել է վնասվածքները, սալջարդներ, ականջի շրջանում, հետևի շրջանում, ծոծրակային շրջանում, ինչ է նշում փորձագետը։ Ասում ինչ վերաբերվում է բուժ փաստաթղթերում նշված ձախ ականջախցու, գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների եւ այլ սալջարդների, ապա գտնում են, որ դրանք հիմնավորված չեն։ Թե ինչու է նշում, ինքը նշում է, փորձագետը նշում է, որ գտնում է, որ դրանք հիմնավորված չէ։ Թե ինչու է նշում, որ հիմնավորված չէ, ես թողում եմ հանրության դատին, այնուամենայնիվ ես միջնորդել եմ կրկնակի դատաբժշկական փորձարկումություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձագետը շատ խիստ կասկածներ ունեն նրա տված եզրակացության օբյեկտիվության վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական փաստաթղթերում մասնագետները, այսինքն պրոֆեսիոնալ բժիշկները արդեն իսկ արձանագրել են ոչ թե բժշկական գանգատների հիման է բան արձանագրել, այլ կոնկրետ բժշկական ցուցանիշների եւ տվյալների հիման վրա արձանագրել են Տիգրան Ուլուբաբյանի մոտ բազմաթիվ սալջարդներ, այդ թվում ականջախցու փափուկ հյուսվածքների սալջարդ։ Եվ այս ախտորոշման բժշկական փաստաթղթերը կազմած վիճակում տվյալները ուղարկվել են փորձագետին։ Միգուցե պատճառը այն է, որ դատաբժշկական փորձարկումությունն իրականացվել է դեպքից բավականին ուշ հետո, այդ պատճառով։ Ուրեմն դեպքը տեղի ունեցել 15-ին լույս գիշեր։ Փորձարկումությունն իրականացվել է արդեն կարելի ասել 18-ին։ 17-ին։ Այո, 3 օր, 17-18-ին նշում, այո։ Ավարտեմ։ Այնուամենայնիվ Տիգրան Ուլուբաբյանի ականջի այդ փափուկ հյուսվածքների վրա սալջարդները հենց հիմա ականատես կլինեն այո։ Այսինքն դա անզեն աչքով երևում են։ Հենց հիմա երևում է, որ Տիգրանի ականջախցում, այսինքն այս հատվածում արկա է հյուսվածքների սալջարդ։ Եվ հետեւաբար փորձագետի եզրակացությունը ըստ իս ծաղրելի է եւ դա պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ եզրակացությունը տվել է Լոռու մարզային դատական բժշկության բաժնի փորձագետը, իսկ ես ենթադրյալ խոստանգողներն են հանդիսացել հենց Լոռու մարզային վարչության ոստիկանները։ Չի հիմնավորում որևէ կերպ։ Այդ նույն հարցը ես եմ տալիս։ Ինչի է ինքը այսպես նշում։ Ասում է գտնում են, որ հիմնավորված չէ, նշում է։ Ախտորոշումը հիմնավորված չէ։ Ինչ վերաբերում է նշում է բժշկական փաստաթղթերում դեռ գտած ձախ ականջախցու եւ գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների եւ այլ սալջարդների գտնում են, որ ախտորոշումը հիմնավորված չէ։ Մի պետական հիմնարկը կասկածի տակ է դնում մի հիմնարկի տված փաստաթղթերի մի հարց էլի տարվեց մի քննչական գործողություն ներկայացրեցին այնտեղ աշխատող ոստիկանների նկարները 4-ից։ Դերևս ոչ ես միջնորդություն եմ ներկայացրել, որովհետև Տիգրան Ուլուբաբյանը դեռ այսօր հայտնեցին տվյալները, այստեղ նկարներով ճանաչման ներկայացնելու անհրաժեշտություն չկա, Տիգրան Ուլուբաբյանը հստակ հայտնեցին տվյալները, որով պատրաստ է ճանաչել։ Տվյալ անձանց մասնավորապես վկայակոչել են հետեքյաժ է, մեկը դիհար է, մեկը բարձրահասակ է, մեկը կոլոտ է, այսինքն ամեն ինչի տվյալները, որոնցով կարելի է ճանաչման ներկայացնել, ես միջնորդել եմ քննիչի եւ քննիչը քննարկելու է ճանաչման ներկայացնելու անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ քննիչի խոսքերով ես չեմ ստացել նախաքննական տվյալները չհրապարակելու որևէ զգուշացում, հետեւաբար քրեական դատավարության օգտի ուժով ձեռքված չի մեր տվյալները հրապարակելու հնարավորություն, վաղը տեղի ունենալու առ-30 եւ ինչպես մեզ պարզաբանել են, միայն առ-30-ից հետո է քննարկելու ոստիկաններին ձերբակալելու կամ չձերբակալելու կամ նրանց պաշտոնավորումը կասեցնելու կամ չկասեցնելու հարցը։ Այնուամենայնիվ թե քննիչի եւ թե պետի համոզմամբ, այսինքն պնդմամբ ներկա դրությամբ բոլոր 6 ոստիկանների տվյալների իդենտիֆիկացված են, այսինքն նրանք գտնում են, որ բոլոր են ոստիկանները, որոնց մասին Տիգրանը խոսում է, նրանք գիտեն ովքեր են այդ ոստիկանները։ Ավելի, եթե չեմ սխալ նշել են նաև, որ նրանք բոլորը արդեն իսկ հարձակվված են։ Եթե չեմ սխալվում, ես այդ տվյալներին ծանոթ չեմ եւ այժմ չունեմ օբյեկտիվ հնարավորություն այդ տվյալներին ծանոթանալու։ Նրանք նաև հարձակվված են, բայց այս տվյալը, որ միանշանակ եւ հաստատ հայտարարում եմ, ձերբակալման հիմքերի ակնհայտ արկայության պարագայում անձանց ձերբակալում չի իրականացվում։ Եվ թող քննչական կոմիտեն չփորձի հակառակը ինձ համոզել։ Ես քանի օրինակ բերեմ, օրինակ հենց հիմա պատրաստ եմ իրար հետևից մի 40 օրինակ բերեմ, երբ որ ընդհանրապես անձի հայտարարության հիման վրա ոչ թե ցուցմունքի, այլ նույնիսկ օպերատիվ տվյալների հիման վրա մարդուն ձերբակալել է։ Հիմա այս քննչական կոմիտեում ուզում են համոզել, որ մեկ անձի ցուցմունքը ձերբակալելու հիմք չէ։ Նախ մեկ անձի ցուցմունք չէ, կա նաև բժշկական փաստաթղթեր, կամ նաև ականատեսներ, ովքեր, այսինքն այդ նույն տուժողը, այդ ավազակությունից տուժողը, որ բարեկամը ումը որ կասկածում էին, որ իբրև Տիգրանն է եղել այդ ավազակության հեղինակը։ Տիգրանը հստակ ցուցմունք տվեց, որ այդ աղջիկն է ինձ եկել ոստիկանությունից հանել եւ ասել Տիգրանին ինչ իրավունքով է ձերբակալել։ Դեռ ոչ, այսօր է։ Մի հատ պահանջել եք նաև տեսախցիկների
Միջնորդության կապակցությամբ ինչ ասեցին, միջնորդության կապակցությամբ որոշում են ես բոլոր միջնորդությունները գրավոր շահագրել եւ կոմունիկացիոն քննիչին չեմ բացառում, որ նաեւ արդեն այդպիսի գործողություն կատարել են, բայց ավելի քան վստահ եմ, որ տեսագրության որևէ կրիչ բացակայում է եւ դա բխում է քննիչի հարցերի տրամաբանությունից։ Լրացուցիչ հարցաքննության ժամանակ այնպիսի բովանդակությամբ հարցեր են տվել, որ դժվար թե քննիչն իր տիրապետության տակ ունենա որևէ տեսագրություն կամ նման հաստատող որևէ հնարավոր է։ Այ հիմա տեսեք, այ օրինակ տեսագրությամբ այս ամենի պատճառը ժամանակին վարույթ չնախաձեռնելը եւ ժամանակին արգելման գործողությունները չկատարելն է։ Առնվազն մուտքի եւ ելքի տեսագրություններով հնարավոր էր ֆիքսել 7 ժամ Տիգրան Ուլուբաբյանի ոստիկանություն գտնվելու հանգամանք եւ եթե դրան գումարում ենք արգելման արձանագրությունները, փաստաթղթերի արգելման արձանագրությունները, եթե չկա Տիգրանին ձերբակալելու վերաբերյալ արձանագրություն, բայց 7 ժամ Տիգրանը գտնվել է ոստիկանությունում, ուրեմն 7 ժամ Տիգրանը ապօրինի զրկվել է ազատությունից։ Այսինքն այդ հանգամանքները առնվազն հետապատասխաններով կարելի է ոչ թե լիարժեք, այլ առնվազն հաստատված համարել, հիմնավոր կասկածի համար։ 7 ժամ պահել են ու ծեծել են 7 ժամ պահել են, դրա համար են 7 ժամ պահել, ծեծել են 7 ժամ պահել։ Առերեսումը լինելու է վաղը սկսած ժամը 4-ից ոստիկանների հետ։ Երկուսի հետ։ Այո։ Եվ հագուստը հանձնել։ Այո։ Հագուստի վրա առկա են կենսաբանական հետքեր, ավելին Տիգրանի պնդելով հագուստի վրա առկա են նաև թքելու հետքեր, դե դատաբժիշկը արդեն պետքաբանն ու կենսաբանը արդեն հստակ եզրակացություն Բայց այսպիսի եզրակացությունից հետո ինչ եզրակացություն եք սպասում։ Ես վիճարկել եմ ճիշտ ասած այս փորձագիտական եզրակացության տվյալները, ընդ որում միջնորդել են ոչ թե լրացուցիչ արգելնակի փորձարկումություն, որովհետև իմ համար ակնհայտ է ինչու է Լոռու մարզային փորձագետը մարզային դատական բժշկության բաժնի փորձագետ ինչ-որ Քոսյանը տվել այսպիսի եզրակացություն։ Ես օրինակ այս պայմաններում եկ կամ պետք է կասկածի տակ տնենք Լոռու այդ հիվանդանոցի կամ բուժ հաստատության տվյալները կամ փորձագետի։ Ես հակված եմ փորձագետի տվյալները կասկածի տակ տնելու, որովհետև ինքը հիվանդանոց է մտել ավելի թարմ հետքերով եւ հիվանդանոցում առկա են ավելի լայն շարժավորումներ եւ ավելի լավ հնարավորություններ բարձր անձի վրա կան բժշկական հետքեր թե ոչ։ Բացի այդ, ասում եմ, ես մասնագիտությամբ բժիշկ չեմ, բայց որպես իրավաբան իմ համար եւս տեսանելի է Տիգրանի վրա առկա վնասվածքները, չեմ խոսում այն մասին, որ ես դեպքի առաջին օրը, ոչ թե առաջին, այլ արդեն երկրորդ կարելի ասած որ տեսակապով խոսել եմ նրա հետ եւ իմ համար ակնհայտ երևում ինքը Տիգրան Ուլուբաբյանը երբ որ ծանոթացավ այդ բժշկական եզրակացությանը, գուղ ձեռքը դնում ակոսին ասում է, բայց ուրված, բայց ուրացը։ Հետեւաբար ինչու է փորձագետը այսպիսի եզրակացություն տալիս այս սրա համար, եթե ոստիկանները ձերբակալված լինեին, մենք հիմա չէինք կարող հայտարարել, որ գիտեք հնարավոր է տեղի ունեցել ապացույցների միջամտություն կամ ապացույցներ են թաքցել կամ ապացույցներ են կեղծել կամ մեկը մյուսի վրա ազդել է։ Դե քանի որ ոստիկանները ձերբակալված չեն, ես օբյեկտիվորեն ենթադրում եմ կամ հենց օբյեկտիվորեն ենթադրում եմ, որ այս ամենի պատճառը ոստիկաններին չձերբակալելն է եւ ոստիկաններն են հորդորել, որպեսզի ունենա այսպիսի եզրակացություն։ Այո։ Եթե խոստացած այս օբյեկտիվ քննությունը չլինի քննչական կոմիտեի ղեկավարի կողմից հետո օրինակ չլինի այն ինչ որ պահանջվում։ Տեսեք, բացի քրեական վարույթից կա նախաձեռնված նաև ծառայողական քննություն։ Այսինքն պահանջել, որ միայն ես չեմ պատրաստվում, չգիտեմ, հանրային այսպիսի պայքարով փորձել ազդել նախաքննության վրա կամ ես պահանջում եմ ընդհանրապես օբյեկտիվություն եւ այդ պահանջից ներկայացնում եմ իրավաբանի հիմնավորված պահանջ։ Այսինքն ես ասում եմ, եթե քրեական դատավարության օրենքը համարակում է հետեւյալ սկզբունքները, հետեւյալ դրույթները, ես խնդրում եմ առաջնորդվել ընդհանրապես դրանցով։ Եվ որպես օրինակ բերում եմ այլ վարույթներ, ոչ խոշտանգման, բայց այլ վարույթներ։ Ինձ հակադարձում են նշելով, որ խոշտանգման վարույթներով ես խնդրում եմ օրինակ լրատվամիջոցների ուշադրություն եմ հրավիրում Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իմիջիալոց այս նոր մարդու պաշտպանի արձագանքը չտեսա, բայց նախկին մտահոգիչ կհամարի։ Ու ասել եք նախաձեռնել են ինչ-որ ընթացակարգ։ Ես իր հայտարարությունն եմ մտահոգիչ համարում։ Նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը։ Մարդը հստակ իրավական հիմնավորումներով, հաստարկներով նշել է ինչ պետք է կատարվի։ Եվ այդ նույն հիմնավորումների մասին ես խոսում եի 3 չէ նախորդող օրը Facebook-յան լայվով։ 3 այստեղ լրատվամիջոցներին ասում էին, որ այդ դրա անհրաժեշտությունը կա։ Արման Թաթոյանը քրեական դատավարության հրաշալի մասնագետ է, մարդը հստակ մեկնաբանում է ինչ պետք է կատարվի խոշտանգման վարույթներով։ Եթե հիմնավոր կասկածի են ամենանվազագույն շեմից էլ ցածր
շեմը հաղթահարված համարելը բավարար է այսպիսի վարույթներով անձանց մեղադրանք առաջադրելու, ինչ է նշում։ Եթե պետությունը չի կարողանում հերքել Տիգրան Ուլուբաբյանի հայտարարած տվյալները, ուրեմն գործում է նրա հայտարարած տվյալների ճիշտ լինելու կանխավարկածը։ Պետությունը մինչև հիմա հստակ տվյալ չի տրամադրել, որով կկարողանա գոնե մի կերպ հերքել Տիգրան Ուլուբաբյանի հայտարարած տվյալների ճշտությունը։ Հետևաբար ես ոչ միայն ես, միթե հանրությունը այն կարծիքին չէ, որ ոստիկանները պետք է միշտ այս ձերբակալված կամ նրանց պաշտպանվարումը գոնե կասեցված լինի։ Ես վստահ եմ, որ իմ այս կարծիքը կիսում են ոչ միայն բոլոր փաստաբանները, այլ նաև հանրության բոլոր ներկայացուցիչները, ովքեր ներկայ են այստեղ, այդ թվում նաև լրագրողները։ Ինչպես եք պատկերացնում, 6 ոստիկանմարդ խոշտանգել է 6 ոստիկանը դեպքի 7-րդ, 8-րդ օրնա դեռ շարունակում են իրենց պաշտպանավարումը։ Ընդդրոն գտնվում են այն վայրում, որտեղ գտնվում են նաև ապացույցները։ Այսինքն դեպքի վայրում այդ Տիգրան Ուլուբաբյանը նշում ասում այնտեղ կոֆեի սուրճով էսպես են արել, այնպես են արել։ Տվյալները բոլորը ոչնչանում չէ։ Ունեք չէ դուք դոստուպ եւ այդ տեխնիկական տվյալների, եւ այդ սենյակի, եւ իր մատնանշած տվյալների, մանավանդ հաշվի առնելով գործի հրապարակային քննությունը, այսինքն ես հրապարակային քննությունից ճիշտ ասած ի սկզբանե փորձել եմ խուսափել, այնուամենայնիվ հետագայում այլընտրանք չունենալու եմ գնացել հրապարակային քննությանը եւ բացի այդ մինչ ինձ արդեն իսկ տվյալները հրապարակված էին։ Բայց հաշվի առնելով նաեւ դեպքի հրապարակային քննությունը, ես պայմաններում տարական ոստիկանական մարտավարություն ունենալը բավարար ավելի քան բավարար է ապացույցները ոչնչացնելու համար։ Արտուշ Պողոսյանը ձեզ վստահեցրել է, որ այո, բայց մինչև այս պահը ձեր նշած կարևոր գործողությունները չեն իրականացվել, հակասություն չկա։ Ես նախ եւ առաջ Արտուշ Պողոսյանի խոսքից ցանկանում եմ ընդգծել մի հատված, որ հնչական կոմիտեն խտրական վերաբերմունք չի ցանկանում ցուցաբերել, չի ցուցաբերում արցախական եւ ես վստահեցնում եմ, որ կոնկրետ հնչական կոմիտեի մասով այդպես է։ Սակայն ոստիկանների մասով այդ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ լինելու հանգամանքը պայմանավորված է նրա արձակցնելու հանգամանքով, ոչ դա կպարզի քննությամբ։ Առնվազն այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ հանդիսանալու հանգամանքը առնվազն պայմանավորված է նրա անօգնական վիճակով։ Մարդը այնպիսի տվյալներ է հայտնում, ուղղակի լրատվամիջոցների առջև, տեսանկարչանով սարքերի առջև բոլոր տվյալները բացահայտելով ես որոշակիորեն կխոչընդոտեմ վարույթով պաշտպանության գործընթացը իրականացնելու, հաշվի առնելով նաև ոստիկանների ազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Բայց վստահ եղեք, որ եթե օրինակ բոլորը ներկա գտնվեիք հարցաքննությանը, ապա ձեր մոտ էլ ավելի կտպավորվեր եւ բոլորդ էլ ավելի հիմնավորված կհամարեիք այն, որ Տիգրան Ուլուբաբյանը չի կարող ուղղակի մարդ այդպիսի տվյալներ օրինել։ Չգիտեմ, ինչքան էլ դու հեքիաթասեր լինես, չես կարող այդպիսի մանրամասն տվյալներ օրինել, ինչպես ինքն է ներկայացնում։ Ես նկատի ունեմ, եթե Պողոսյանը վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն լինի, բայց մինչև այս կարևոր քննչական գործողություններ չեն կատարվել, չկար այս տվյալը։ Ես որևէ քննչական գործողություն, որ այս պահին դեռևս որոշակի կատարվել են, տեսեք, ես չգիտեմ օրինակ ոստիկանների նկատմամբ փորձաքննություն նշանակվել է թե չի նշանակվել, եւ այդ տվյալները ստանալու հնարավորություն չունեն, քանի որ գործով դեռևս ընթանում են նախագծում։ Ես չգիտեմ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, թե ոչ։ Ես կարող եմ ընդհանրապես հայտարարել, որ ամենաառանցքային գործողությունը, որը այս պահի դրությամբ պետք է կատարվի, 3 գործողություններ են, որոնք չեն կատարվել։ Ա. Ձերբակալում, B. Բավարար տվյալներ կային անգամ մեղադրանք առաջադրելու համար, որից հետո էլ պաշտպանվարման կասեցում։ Այս պայդրությամբ առնվազն ձերբակալման հիմք կար չեն կատարել։ Թե մնացած ինչ են կատարել, ինչ չեն կատարել, համար էական չէ։ Տիգրանի ցուցմունքից հետո, առաջին ցուցմունքից հետո կային ոստիկանի ձերբակալելու հիմքեր։ Եթե առաջին ցուցմունքով նա հստակ անունազգանունով չի նշել, ապա այսօր հստակ անունազգանունով նշել է։ Պողոսյանը ասել է, որ դա բավարար չի ականատեսի ցուցմունքը, որպեսզի ձերբակալություն տեղի ունենա։ Դե ես էլ իր կարծիքը հետ մասով չեմ կիսում, էլի որպես իրավաբան, որպես փաստաբան կարծում եմ ինձ ոչ միայն կա հեսա Տիկին Ավանեսյանը այստեղ դատավորը բազմաթիվ այդպիսի գործեր ակնկալել։ Խնդրում եմ հարցրեք, արդյոք ձերբակալման վարույթում մեկ անձի ցուցմունքը կամ ականատեսի մատնանշումը տվյալ անձին որպես քրեական օրենքով արգելված արտ կատարողի բավարար չէ ձերբակալելու համար։ Եթե առաջնորդենք այլ տրամաբանությամբ, ուրեմն ցանկացած գողության կամ չգիտեմ ինչ գործով տանենք նա ոստիկանություն, մարդուն հարցակնենք, հետո դժողը հետ իրան առերեսենք, հետո բաց թողենք, հետո որոշենք ձերբակալել թե ոչ։ Դե դրա համար ենք հարցնում, պարոն Երիցյան։ Բա եթե այդպես է, լավ, եթե այդպես է, Ստեփանակերտի քաղաքապետի, լավ, եթե այդպես է, Ստեփանակերտի քաղաքապետի ինչու սկզբից չկանչվեց, չհարցակնվեց, այնուհետև դժողը հետ առերեսվեց, որից հետո ձերբակալվեց։ Եվ այդպես շարունակ կամ Արմեն Մնացականյան, այս Սերոբ Գասպարյանի գործով, ինչու նրանք սկզբից չկանչվեցին, չհարցակնվեցին, դժողների հետ չառերեսվեցին, այլ նայեք, ձերբակալվեցին, կալանավորվեցին, որից հետո դժողի հետ առերես հարձակվեցին։ Դե ձեզ ենք ասում, այս համատեքստը որքանով է օբյեկտիվ լինելու խոստումը Արտուշ Պողոսյանի։
եկեք այդ մասում ես արդեն իմ հայտարարություն կատարել, էլ ինչ ձև ասեմ։ Իսկ Տիգրան Ուլուբաբյանը եւ ինչու է ուշանում։ Տիգրան Ուլուբաբյանը չի ուշանում, Ես ասել եմ Տիգրան հատկապես։ Ես ամոթ։ Անպայման